որ բոլոր խոստումներ պիտի կատարես եւ շնորհակալ ենք ով Տեր, որ այսօր քեզ պես Աստված ունենք, որ խոստումներու Տերն է եւ խոստացած ես նաեւ մեզի հաղթութեն է հաղթություն տանել։ Օգնե որ ով Տեր քու խոսքիդ մեջ մնանք, որբեսի գարնանք այդ հաղթությունները ժառանգել եւ լուսիրույթ մեջ հաստատվել եւ առաջ երթալ մեր հոգեվոր կյանքերու մեջ։ Հիսուսի անունով խնդրենք, ամեն։ Ամեն։ Շատ լավ։ Ճարաչ եկած օրացույցին նայեցա, տեսա, որ արդեն համակումար հասել ենք եւ պետք է պատրաստություն տեսնենք, բայց կալ չորեքշաբթի ապիտ ունենանք, պիտի փորձենք մինչև համակումար այս նյութը, որ պիտի սկսենք այսօր վերջացնել, այսօր պիտի խոսենք հաղթության մասին, հաղթական կյանքի մասին եւ հոգեվոր անցի կյանքի մեջ հաղթությունը շատ կարեւոր է, ոչ թե միայն հաղթություն հոս կամ հոն եւ մեջտեղները բարդություններ, այլ շարունակական հաղթություն ամեն վիճակներու մեջ։ Այդ ցավալին ան է, որ շատերս այս շարունակական հաղթությունը չունենք։ Երբեմն գտանիք հաղթություններ, լերանքակատը գասնենք եւ ուրիշ օր կտեսնենք մենք մեզի սորին հադագը, նեղված, շվարած, չենք գիտեր ուր գերտա մեր կյանքերը եւ այսպես բեր վար օրը լավ օրը քեշ կարաչանանք մեր կյանքերու մեջ արդյոք այս է որ Աստված կուզե հավատացյալ համար կամ այսպիսի կյանք պետք է լա հավատացյալի կյանքը եւ հարցումը պետք է մենք մեզի հարցնենք մենք մեզի քննելու համար թե արդյոք իրապես հաղթական կյանք կապրիմ ես եթե պատասխանը գլա ոչ եւ անգերձ լանք մեր անցերուն հետ պիտի տեսնենք որ շատ անգամ բարդություններ կգրենք եւ այսօր պիտի փորձենք տեսնել թե ինչպես կրնանք այդ բարդություններեն զերծ մնալ եւ ինչ պետք է անե հավատացյալը ինչպես պետք է թիմակրավե վիճակները որբեսի կարենա միշտ հաղթական դուրս գալ եթե ոչ 100-100 կոնե շատ ավելի այն բարդություններեն որ գրենք ավելի հաղթական դուրս գալ մեր վիճակներու մեջ ինչպես ինչ կգամենա Աստված մեզի համար որ հավատացյալներս ըլլանք մեր կյանքերը ինչպիսի կյանքեր ըլլանք եւ առաջին համարը որ ունիմ Հովանու 10:10 գսե ես եկա որ կյանք ունենան եւ ալ ավելի ունենան երբ որ Հայաստան էի չեմ գիտեր ինչու միշտ նյութաս համարի շուտ կտանա ալ ավելի կյանք ունենալ ուրիշ տեղ գսե ջոխ կյանք ունենալ ուրիշ տեղ լեցուն կյանք ունենալ գսե անգլերեն թարգմանություններու մեջ եւ հետաքրքրական է որ Աստված մեզի համար լավակույնը կգամենա որովհետեւ Աստված մեզի գսիրե եւ գուզե դալ ամենալավը մեզ ամեն մեկուս համար Սամոս 16:11 գսե գենաց ճամփում մեջ ինձի պիտի ցուցնես երեսի արչեւ լեցուն ուրախություն գա լեցուն ուրախություն ըստեղ նորեն լեցուն կյանքը բարը կգործածվի եւ այս լեցուն կյանքի մեջ դերը մեզի խոստանա իր ճամփում մեջ լեցուն ուրախություն ուրիշ համարը Հովանու 8:31-32 Հովանու 8:31-32 գծե
Եթե դուք իմ խոսքից մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք եւ ճշմարտությունը պիտի գտնաք ու ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Աշակերտներս պիտի լաք ճշմարտություն պիտի գտնաք ու այն ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Ինչի մասին է որ գխոսի Հիսուս այստեղը ճշմարտությունը շատ լավ գիտենք որ Աստուծո խոսքն է, Աստուծո խոսքի մեջ գենալը մեզի փրկության գարաչնորդ է, մեր փրկությունը կգադարելա գործը եւ մեզի ազատ կնե։ Ինչեն մեղքեն կնամսել որ մեղքեն գրնա մեղքեն մեզի հերու բահել, եթե հավատարիմ գտնվենք Աստուծո խոսքին, բայց նույնիսկ երբ որ ինանք մեղքի մեջ, մեզի միջոցը գուտա, որբեսի մենք մեղքին աստեցութենեն ազատենք, մեղքին զորութենեն, մեղքը մեր կյանքերեն չհերանար, այլ մեղքին զորությունը մեր վրա չիշխեր։ Ինչպես գիտենք ասիգա, Ռոմայցիս 6:14-ը մեզի գսե, Քանզի մեղքը ձեր վրա պիտի չիշխե, վասնզի օրենքի տակ չեք, հապա շնորհքի տակ։ Ան որ Աստուծո խոսքով գարաչնորթվի, ոս համարը շատ հստակ կսե, թե մեղքը անոր վրա պիտի չիշխե։ Եվ այս բոլոր համարները մեզի հստակ կնեն, որ Աստված կուզե, որ մենք հաղթական կյանքեր ունենանք ամեն ադեն։ Ինչպես կարելի է հաղթական կյանքեր ապրել եւ վայելել այս հաղթական կյանքը, որ Աստված խոստանա ամեն մեկ հավատացյալին։ Կարևոր է, որ 4 քայլեր առնենք մեր առօրյա կյանքեր մեջ, որբեսի կարենանք հաղթական դուրս գալ վիճակներեն։ Առաջին քայլը, որ պետք է առնենք, նախ պետք է մատնանշենք, թե ով է մեր թշնամին, ինչ բանն է, որ մեզի թեմ կաշխատի։ Երկրորդ, պետք է հասկանանք, թե ինչպիսի բան է այս թշնամին, իրեն զորությունները, դգարությունները եւ ադոր համեմատ քայլեր կարնանք առնել անոր թիմաց։ Եվ անգևերջը անդրադառնալ եւ ընդունել, թե Աստված միջոցներ տված է մեզի հաղթության եւ մենք հաղթող ենք եւ վերջին քայլը այն է, որ Հիսուսի օրինագեն սորվինք Հիսուսի հաղթությունը, Հիսուս որ հաղթություն դարավ մեղքին եւ մահվան վրա, մենք այդ Հիսուսի հաղթությունը մեր կյանքերում մեջ կորզնականի տնենք, իրականի անցնենք եւ անգևերջը պիտի տեսնենք, որ վիճակներեն հաղթական դուրս պիտի գանք։ Եվ Աստծո խոսքը մեզի 3 թշնամիներու մասին կխոսի, ամեն մեկ Աստծո զավակ այս 3 թշնամիներուն թեմ կգայնի ամեն օր եւ ամեն օր պայքար ունի եւ պետք է մարտնչի եւ հաղթական դուրս գալու համար այս 4 քայլերը պետք է առնե։ Առաջինը աշխարհն է, մեր թշնամին, աշխարհը, երկրորդ մեր մարմինը, մեր անձը եւ երրորդ սատանան։ Եվ հաջորդ 3 շաբաթներուն պիտի տեսնենք, թե ինչպես կրնանք այս 3 թշնամիներուն թեմ գրվել եւ հաղթական դուրս գալ այն պայքարներեն։ Ուրեմն այսօր պիտի խոսենք աշխարհի մասին։ Երբ որ աշխարհի մասին կխոսի, անշուշտ չխոսիր երկրակրթության մասին, որն մեջ կաբրինք, որ Աստված ստեղծեց երկիրը, երկիր մոլորակը, այլ կխոսի աշխարհի սիստեմին, որ գոյություն ունի իր անձնասեր սկզբունքներով, սխալ շարժարիտներով, ոչ աստվածային չափանիշներով եւ անշուշտ այս աշխարհի սիստեմը հագարակ է
կաշխատի հագարակ Աստուծո կամքին։ Նայեցեք ինչ կսե Հիսուս այս աշխարհի սիստեմին մասին եւ ինչպես կրնանք հստակացնել թե ինչ է աշխարհը եւ ինչպես կրնանք անորթել դնել։ Առաջին համարը Հովանու 18:36 կսե իմ թակավորությունից այս աշխարհեն չէ, եթե այս աշխարհենը լար իմ թակավորությունից իմ սպասավորներս կգրվեին, որ ես հրյաներուն ցերկը չմատնվին, բայց իմ թակավորությունս ասկե չէ։ Հիսուս կփոսի իր թակավորության մասին, որովհետև ամ որ վերստին ծնած է կպատկանի Աստուծո թակավորության։ Եվ եթե մենք Աստուծո թակավորության կպատկանենք, հոս շատ հստակ կնե որ աշխարհի թակավորության թեմ կպայքարենք։ Աշխարհի թակավորությունը եւ Աստուծո թակավորությունը, որ մեր սրտերում մեջ կպնագի, բոլորովին դարբեր բաներ են եւ իրարու հետ երբեք կապ չունին։ Այսօր դիմաց Հիսուս նաեւ գսե 15-18-ին մեջը կգարտանք եթե աշխարհ ցեզի ադե գիտեք թե ցեզմե առաջ զիս ադեց Հիսուս տարբերությունը գտնե ասելով թե աշխարհը մեզի թեմ է եւ աշխարհը ինձի ադեց եթե ինձի ադեց ասել է թե իմ հետևորդներուսալ պիտի ադե եւ հագարակ պիտի ըլլի եւ 19-րդ համարի մեջ կշարնագե ասելով եթե աշխարհեն եղածը լայիկ աշխարհ իրեններ գսիրեր բայց որովհետև աշխարհեն չեք հաբա ես ցեզ աշխարհեն ընդրեցի անոր համար աշխարհ ցեզի գադե անոնք որ Քրիստոսի հետևորդներն են անոնք կսե աշխարհը գադե որովհետև մենք աշխարհեն չենք Հիսուս մեզի աշխարհը դուրս կանե հագարակ որ աշխարհի մեջ ենք բայց աշխարհեն չենք եւ մեր սկզբունքները մեր ապրելակերպը աշխարհին հաճելի չէ եւ աշխարհը ճուզեր մեր ապրելակերպը մեր հավատքը որովհետեւ բոլորովին աշխարհի սիստեմին թեմ է մեր հավատքը անգևերջը Հակոբու 4:4-ը մեզի գսե որ ամ որ աշխարհին սերը ունի գսե չեք գիտեր թե այս աշխարհին սերը Աստուծո թեմ ճշտամություն է ուստի ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքսինք Աստուծո ճշտամի գնե շատ ճիշտ համար մնացիգա որ մեզի զգուշացնե որտեվ շատեր կան այսօր որ թե գուզեն աշխարհը բայլել եւ թե Աստուծո թակավորության մեջ լալ եւ այդպիսի բան գոյություն չի գնար ունենալ որովհետեւ այս համարը հստակ կնե որ եթե մենք աշխարհի մեջ լանք Աստուծո թեմ ճշտամի գտանանք այս աշխարհին սերը Աստուծո թեմ ճշտամություն է ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքսինք Աստուծո ճշտամի գնե չես կրնար Աստուծո զավակը լալ եւ աշխարհը վայելել որովհետեւ երբ որ աշխարհը գմտնես աշխարհը գսիրես եւ աշխարհը գուզես վայելել պիտի դառնանք այնադեն Աստուծո ճշտամին Առաջին Հովանու 2:15-ն գսե մի սիրեք աշխարհը ոչալ ինչ որ աշխարհի մեջ է մեզի հստակ կբադվիրե որ աշխարհը չենք կնար սիրել մենք աշխարհը մեր ճշտամին է ով որ աշխարհը գսիրե չի գնար Աստուծո սիրել Եվ Մատթեոս 22:37-ը գսե ու դեր Աստվածը սիրես քո բոլոր սրտովդ ու քո բոլոր անձովդ ու քո բոլոր մտքովդ երբ որ բոլոր բառը գործածե բոլորը գծածկե ամեն բան երբ որ բոլոր գսե ուրիշ բանի դեղ չի մնար եթե մենք իրապես Աստված կսիրենք բոլոր սրտով
հոն դեղ չի մնար աշխարհը սիրելու եւ հոն է որ միշտ դժվարություն գծակի եւ հավատացյալներ կսիրեն Աստված եւ նույնադեն կսիրեն աշխարհը այդ կնշանակե որ սխալ փամը գա այդ հավատացյալին յանքի մեջ եւ ինքսին կխապե իրականությունը այնպես չէ Մատթեոս 6:24 կսե մարդ չի գնար երկու դիրոջ ծառայություն ունել, վասնզի կամ մեկը պիտի ադե ու մյուսը սիրե, կամ մեկուն պիտի հարի եւ մյուսը պիտի արհամարե։ Չեք գնար ծառայել Աստուծո ու Մամոնային։ Ալ ավելի գստական այս համարի մեջ կսե երկու ծառաներու չեն գնար ծառայել։ Ներողություն, երկու դերերու չեն գնար ծառայել։ Աշխարհի եւ Աստուծո չենք գնար ծառայել նույն ժամանակ։ Մեկը պիտի ընտրենք եւ մեկուն հարի։ Ուրեմն հիմա տեսանք թշնամին ով է հաջորդ քայլը որ պետք է առնենք որովհետեւ այս թշնամին թեմ տնենք հասկանալն է թշնամին ինչպիսի բան է այս թշնամին ինչ կնե ինչպես կար, ինչ է զորությունները, ինչ են դգարությունները, այս ծևով մենք կրնանք թշնամիին թեմ տնել։ Ինչ կնե աշխարհը հավատացյալին, ինչպես քրիստոնեային վրա կհարցակի, բարձաբես աշխարհը կփորձե հավատացյալին քաշել թեպի իրեն, որբեսի քրիստոնյան աստուծմե հերանա եւ չկարենա վայելել հաղթական կյանքը։ Առաջին Հովաննու 2:15-17 2:15-17 Մի սիրեք աշխարհը ոչալ անիչ որ աշխարհի մեջ է, եթե մեկը աշխարհը գսրե անոր ներսիտին հորը սեր չկա, քանզի ամեն բան որ աշխարհի մեջ է մարմնի ցանկությունը ու աչքերու ցանկությունը եւ այս կյանքին անփարդավանությունը որ մեն չէ, հաբա այս աշխարհը սալկանցնի անոր ցանկություննալ, բայց ամբոր Աստուծո գամքը կգադարե հավիտյան պիտի մնա։ Ինչ բաներ կան այս աշխարհի մեջ, ինչ երեք բաներ կան, որ մեզի Աստուծմե գերացնեն զադեն, երեք բան հիշվեցավ աստեղ, գսե առաջինը, քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, առաջին մարմնի ցանկությունը, այսինքն մեր փապակները, ինչ որ գուզենք, մենք մեր ուզածին պես կնենք, երկրորդ կյանքին աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը, հետո աչքերու ցանկությունը, փապակ ունենալ, համը ունենալ, որ Աստված մեզի չդված, եւ այսօր մեծակույնը հարստությունն է, որ մարդիկ հարստության յետևեն երթալով գինան մեծ փորձանքներու մեջ եւ վերջինը յանքի անփարդավանությունը որ հորմեն չէ այսինքն հբարդություն որ ուզենք լալ փամը որ մենք չենք եւ այս երեքը առաջինը ուզենք փամը անել երկրորդը ուզենք փամը ունենալ եւ երրորդը ուզենք փամը լալ Եվ այս երեքը մեզի Աստծո գամքեն դուրս կանեն, աշխարհի գտանին եւ մենք բարդության կմատնվենք մեր հավատքի կյանքի մեջ։ Եվ ինչ է տուն գաղտնիքը 15-ի մեջ շամարը գսե մի սիրեք աշխարհը ոչալ ինչ որ աշխարհի մեջ է։ Այսինքն աշխարհը գուզե մեր սերը կողնալ։ Մեր սերը որ ունենք Աստծո անտեպ կգաբի ուրիշ բաներու հետ, մեր անձերուն, մեր աչքին տեսածին եւ այդպիսով մենք Աստուծմե կսկսենք երանալ։ Okay, հիմա հասկացանք
թշնամին ով է, աշխարհը եւ ինչպես աշխարհը մեզի կկրավե կամ մեր վրա կարցակի, հիմա պետք է տեսնենք, թե Աստված ինչ տված է մեզի, որ գնանք անորթեմ կործածել, եւ ադոր պատասխանը աշխարհի թեմ կգարտանք Հովաննու 16:33-ի մեջ, որ գսե այս բաները ցեզի խոսեցա, որբեսի ինձմով խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Ինչ է մեր զենքը, որ ունենք այսօր թեմ գրվելու, Քրիստոսի հաղթությունը։ Ես գսե Հիսուս հաղթեցի, աշխարհի հաղթեցի։ Եվ ուրիշ տեղ գսե ով որ իմ մեջս կենա, անալ պիտի հաղթե։ Եվ այս համարը մեզի կվստահեցնե, թե ան որ Քրիստոսի մեջ է, ինքը հաղթող է։ Եվ այս խոստումը առնելով մենք կրնանք ճամփայել բայկարելու այս թշնամին թեմ, աշխարհի սիստեմին թեմ, որովհետև Հիսուս հաղթեց, մենք ալ հաղթող պիտի լանք իրմով։ Հիմա ինչպես կրնանք Հիսուսի հաղթությունը կորձնականի անցնել մեր կյանքերում մեջ, շատ լավ, հիմա գիտենք ինչպես պիտի հաղթենք, Քրիստոսի հաղթությունը պիտի կործածենք մենք ալ հաղթական լալու համար, ինչպես պիտի կործածենք այս Հիսուսի հաղթությունը մեր բայկարի մեջ, որ մենք մեր անձնական բայկարներում մեջ հաղթականը լանք, շատ լավ է հավատալ, որ Հիսուս հաղթություն դարած է աշխարհի վրա, բայց մենք պետք ունենք կորձնական քայլեր, որ մեր բայկարինք եւ անգե հաղթական դուրս գանք։ Առաջին բանը, որ պետք ունենք, անդրադառնալ է, որ մենք հաղթողին կողմն ենք, Հիսուսի կողմն ենք, Հիսուս մեր կողմն է։ Առաջին Հովաննու 5:5։ Առաջին Հովաննու 5:5 կսե ով է որ աշխարհի գաղթե, եթե ոչ անիկա, որ գահավատա, թե Հիսուս Աստուծո որդին է։ Աշխարհի հաղթողով է, ան որ Հիսուսի գավադա, այսինքն Հիսուսի հետևող մեկն է, Հիսուսի ճամփաներում մեջ կքալե։ Անշուշտ սամբոր բոլորս ալ որոսենք գավադանք, որ Հիսուս մեր դերն է, մենք պետք ունենք Հիսուսի նախքան որը մեկ քայլ առնելու աշխարհի թեմ բայկարելու, որտեղ առանց Հիսուսի մենք ոչինչ չենք եւ ոչինչ կրնանք ունել։ Երկրորդ առաջին Հովաննու 5:4-ի մեջ կսե վասնզի ան որ Աստուծմե ծնած է աշխարհին կհաղթե, մեր հավատն է որ աշխարհին կհաղթե։ Պետք է որ այս հաղթությունը ցերկ բերենք հավատքով։ Շատ հստակ է համար գսե ով որ Աստուծմե ծնած է աշխարհին կհաղթե, շատ լավ հասկացանք անի ինչ բանն է որ մեզի գոքնե որ աշխարհին հաղթենք, մեր հավատն է որ գսե որ աշխարհին կհաղթե։ Մեր հավատն է որ աշխարհին կհաղթե։ Ինչ է հավատքը? Հավատքը հավատալ է թե Աստված ինչ որ գսե իր խոսքի մեջը պիտի կատարե եւ մենք կրնանք վստահիլ Աստծո խոսքին եւ Աստծո խոսքով հաղթություն դանել աշխարհի վրա, որ առաջին թշնամին է, որ կսերդենք այսօր։ Տեսնեք ինչպես գաբը երթա հաղթությունը մեջտեղու կա, տեսանք թշնամին աշխարհը, տեսանք աշխարհի արձակման ցևը, ինչպես այբդացիալին վրա գարցակի գուզե Աստուծմե զադել, տեսանք մեզի դրված զորությունը, որ Քրիստոսով է, Քրիստոսի հաղթությունն է աշխարհի վրա։ Հիմա ինչպես Քրիստոսի հաղթությունը մեր հաղթությունը պիտի դարձնենք հավատքով, վստահելով այն բոլոր խոստումներում, որ Աստված տված է։ Ինչ տված, ինչ տեսակ խոստումներ տված է Աստված։ Աստված կսե, եթե այսպես անես, այսպես պիտի լա, հաղթություն պիտի տանես։ Անոց մեկը գսե, սատանային
թեմ սադանային թեմ կնագսե եւ սադանան քեզմե պիտի փախչի ասիկա խոստումները մեկն է եւ աշխարհի հետ կապված շատ խոստումներ կա աշխարհի համակարգին թեմ աստված մեզի շատ խոստումներ տված էսելով եթե ճշմարտությունը վերբրնես ճշմարտության մեջ կալես դու պիտի գարնաս աշխարհի համակարգին վրա հաղթություն տանել հաղթությունը մերն է բայց մեզի համար ընելիք մգա եւ այդ ընելիքը գաբված է աստծո խոստումին հետ եթե մենք մեր բաժինը գդարենք աստված խոստացած է մեզի հաղթություն տալ Հիսուս Քրիստոսով շատ բարձ է այս է հստակ է եւ մեզի գինա փորձնական քայլ առնել առաջին Հովաննու 2:17 գսե բայց ամբոր աստծո գամքը գդարե հավիտյամ պիտի մնա ինչ է գաղտնիքը աստծո գամքը գդարելն է աշխարհը պիտի անցնի գսե անոր ցանկությունն ալ աշխարհի մասին է կտեսնեք այս համարը անոր մասին է որ խոսի եւ աշխարհի եւ անոր ցանկություններուն թիմած ինչսինք երեք բաներ կար ցանկություններուն աչքի ցանկություն մարմնի ցանկություն այս բոլորին թեմ եւ հբարդությունը աշխարհի ամբարտավանությունը այս բոլորին թեմ մենք կնանք հաղթական դուրս գալ երբ որ աստծո գամքը կփնտրենք եւ անոր մեջ կմնանք եւ անիգա կկատարենք աստծո գամքը եւ դա կրկարական էքսե հավիդյան պիտի մնա ամբր աստծո գամքի մեջ կգալե հավիդյան պիտի մնա ամեն բան պիտի անցնի բայց աստծո գամքի մեջ մնացողը նե որ հավիդյան պիտի մնա Եվ ինչպես կրնանք աստծո գամքը միշտ մեր աչքերուն առջև ունենալ, որբեսի անգետ չշեղինք, աստծո խոսքը մեզի անոր մեջ ալ ուղղություն կտա, որ մեր կետրոնացումը դարձնենք երկնային բաներուն վրա։ Մեր խորհուրդները, եթե աշխարհի փապակներով լեցված են, շատ թյուրությամբ պիտի աշխարհը մեզի գրավե, մեր սերը որոնք աստծո անտեպ անի մեզ մե պիտի կողնա ուրեմն ադոր համար կարևոր է որ հոգեվոր միտքեր ունենանք հոգեվոր միտք ունենալ որ գսեմ խոսիմ այսինքն մեր միտքերը սպաղեցնել հոգեվոր բաներով հոգեվոր նյութերով եւ ոչ աշխարհային նյութերով նայեցեք ինչ կբադվիր է Գողոսացիսի մեջ Գողոսացիս 3:1 Խոսի մեզի սելով արդ եթե Քրիստոսին հետ բարություն արիք ուրեմն վերի բաները փնտրեցեք ուր Քրիստոս կնստի աստծո աջ կողմը ինչ վերի բաներու մասին խոսի երկնային բաներու մասին այն բաները որ երկինքի հետ կապված են այն բաները որ հավդենականության հետ կապ ունեն երբ անոնցմով կսպաղենք պիտի տեսնենք որ մեր մտքերը աշխարհի բաներով չսպաղեն աշխարհ վարն է երկինքը վերն է վերի բաներով սպաղեցնենք մարդը որ օրը $1 կգտնե ջամփան կալածադենը կետնեն որոշե որ այլևս միշտ կալածադենը կեդինը պիտի նայի որբեսի ուրիշ դրամալ գտնե եւ ցանկին մինչեւ վերջը կեդինը նայելով գանցնե եւ այդ $1 գտնել են վերջ ամենաշատ կդածը 50 որոշ կլա վերջավորության այդ զերության ադենը իր գրնագը գծրի եւ գուզ գտանա որովհետեւ որոշեց որ ինքը ավելի տրամ պիտի գտներ երկնքեն կետնեն եւ ամբողջ կյանքը կեդին նայեցավ եւ իր գրնագը ծրեց եւ փախցուց այն քերեցկություն բնության քերեցկությունները այն օրտնությունները որ Աստված իրեն նարդալ կամ դված էր բարձաբես մի քանի $1 եւս գտնե ասելով այսուշ օրնագը քիչմա շինզուե բայց դժմարտությունը իրական է
երբ որ մենք միշտ գլուխնից թե վար աշխարհի բաներով գսպարենք, վերի բաները չենք տեսներ եւ չենք կնար վայելել։ Հաջորդ համարը երրորդ գլխում Գոսացիս 3:2-ի մեջ գսե վերի բաներուն վրա մտածեցեք, ոչ թե այս եւի վրայիններուն վրա։ Անգլերենով affection բառը գործած է, ծեր affection-ները վերի բաներուն վրա թողնան։ Հայերենը մտածեցեք գսե, որ անալավ բան է, այսինքն ծեր սերը թող գաբի երկնային բաներու հետ, անոնք որ հավդենական աստեցություն ունին, հավդենականության հետ կապված ենք։ Եթե մեր սերը գաբված է աշխարհին հետ, տեսնենք, որ մեր սիրտն աշխարհին հետ կապված պիտի Մատթեոս 6:21-ը շատ հստակ կնա ճշմարտությունը քանզի ծեր կանցը ուր որ է սիրտերնիդ ալ հոմբիդի լա քեզի սիրելի բանը ուր է on գլա քու սիրտդ եւ եթե սիրտդ այս աշխարհի հետ կապված է պիտի չգարնաս տուն երկինքի բաները վայելել անոր համար Ֆիլիպեցիս 4:8-ը մեզի խորհուրդ կտա ասելով թե ինչ բաներու վրա պետք է մտածել ինչ որ այս համարը մեզ Գոսացիս 3:2-ը ասե վերջաբես եղբայրներ ինչ որ ճշմարտությունով է ինչ որ բարգեշտությունով ինչ որ արդարությունով ինչ որ մաքրությունով ինչ որ սիրով ինչ որ բարի համբավով ինչ որ առաքինություն եւ ինչ քովություն որ գա անոնց մասին փորեցեք ուզեք երկնային բաներ հետաբնթել ուզեք ծեր սրտերը կապված լա երկնային բաներու ոստեղը Պողոսարակյալ Ֆիլիպեցիս 4-ի մեջ մեզի քաղտնիք կդա թե ինչ որ ճշմարիտ է ինչ որ մաքուր է ինչ որ անգեղծ է ինչ որ սիրալիր է ինչ որ փառք կպերաստուծո արդար է այս բաները մտածեցեք որբեսի ծեր մտքերը շիդակ տեղը գետրոնանան այսօր եթե աշխարհին թե մենք դիգայ պայքարենք եւ հաղթենք պետք է մեր աչքերը աշխարհեն վերցնենք աշխարհի չնային աշխարհը չտեսնեն աշխարհով չգաբին գետրոնացումնից աշխարհը չլա եւ տեսնենք որ ամեն անգամ որ մեր աչքերը վերցնենք այնքան ավելի աշխարհը մեզի անիմաստ պիտի դառնա այնքան ավելի աշխարհի հրաբուրիչ բաները մեզի բքեր պիտի երևին համ պիտի չդան պիտի զզվինք պիտի ցանցրանանք ամենաիմաստուն մարդը աշխարհի Սողոմոն հակավորը իր աչքերը դարձուց աշխարհ փորձեց ամեն բան 700 գին չեմ գիտեր քանի ծիեր ոսկի ինչ կուզեք ուներ Սողոմոնը ամեն բան փորձեց ամեն բան դեսավ եւ ինչ կսե ժողովողի մեջը միջին կլտու մեջը կսե ունայնությանց սավ ժողովողը ունայնությանց ամեն բան ունայնություն է ինչ օգուտ կունենա մարդ արևուն տակ քաշված բոլոր աշխատանքեն երբ կերտա ասկերտա եւ ասկուկա այդ երգիրը միշտ կգենա նաեւ արևը գծակի եւ արևը գմարի մարը մտնե ու իր ցակած տեղը արդորալով գճարնա Հովը թեբի հարավ գերտա ու թեբի Հիսուս կվտտի Հովը աստին անտին բդելով գերտա իր շրջաններուն համեմատ կդառնա բոլոր քեդերը ձով գերտան բայց ձովը չի լեցվիր այնտեղ ուր քեդերը գերտային նորեն հոն գերտան բոլոր խոսքերը կհատնին մարդս խոսելու կարող չէ աչքը տեսնելով չի գշտանար ու ականջը լսելով չի լեցվիր ինչ որ եղած է նույնը պիտի լա ինչ որ կորձված է նույնը պիտի կորձվի արևուն տակ բնավ նոր համը չգա
Անոր համար Սողոմոն գսե ունայնության ծեր։ Եվ վերջավորություն անշուշտ, երբ որ ժողովողի գիրքը գարտաս, depression գունենաս, մինչև հասնից վերջին գլուխը, ուր Սողոմոն ճշմարտությունը գսե, այս բոլոր խոսքին վախճանը լսեցեք։ Աստուծմե վախցիր ու անոր բադվիրանքները բայե, բասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է։ Աստուծմե վախցիր ու անոր բադվիրանքները բայե, բասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է։ Սողոմոն իմաստուն գսե Աստուծո գամքը փնտրել անոր մեջ մնալն է։ Միշտ բոլոր բաները ունայնություն են, անիմաստ են, անօգուտ են, եւ եթե անոնցմով սպառենք, վերջավորության մենք ալ Սողոմոնի պես պիտի ասենք, որ ամեն բան բարավ է, բայց պարկը լավ, որ Սողոմոն վերջավորության անդրադարձավ, թե ինչ է կարևորը իր աչքերը թեպի վեր դարձուց եւ Աստուծո որ դարձավ հոնդեսավ ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը իրեն ազատեց այդ աշխարհի դվածներեն, որ իրեն ուսահատության եւ ուսախապության դարավ։ Հիմա ոտքսե որ մենք ալ աշխարհի վրա հաղթություն դանենք, միշտ մեր աչքերը վերին բաներուն վրա բայելով եւ դեսնենք, թե ինչպես աշխարհը մեզի երթալեն ավելի անիմաստ պիտի դառնա եւ մենք պիտի կարնանք աշխարհեն հեռանալ եւ ավելի Աստուծո գապի։ Մեր սեր Աստուծո վրա պիտի հաստատվի, զորանա եւ պիտի վայելենք Աստուծո ներկայությունը մեր մեջ ամեն օր։ Հիսուսի տարած հաղթությունը պիտի դառնա մեր հաղթությունը եւ մենք ամեն օր հաղթական կյանքեր պիտի ունենանք Հիսուսով։ Փառք լա Աստուծո, որ մենք կարող ենք Հիսուսով հաղթական ունենալ։ Տեր օրհնե բոլորիդ, պիտի աղոթեմ եւ անգևերջը մեր հարցումներով դարձնենք։ Երբ շնորհակալ ենք, որ դու որդիդ խրգեցիր մեզի համար մեռնելու եւ իր արյունովը մեր մեղքերուն թողություն տալու եւ մենք այսօր Հիսուսով կրնանք հաղթել մեղքին եւ անոր արդյունքին մահվան վրա եւ շնորհակալ ենք ով դեր որ դու մեզի քո խոսքիդ մեջ գծությունես կուտաս քաղտիկները որ կարենանք հաղթել մեր թշնամիներուն եւ այսօր մեզի ցուցուցիր թե ինչպես կրնանք աշխարհին հաղթել աշխարհը որ գուզեր մեր սերը կողնալ քեզ որ ունի քեզի անտեպ կխնդրենք ով դեր որ օգնե որ մեր աչքերը միշտ վերին բաներուն վրա լան մեր սրտերը մտքերը կետրոնանան երկնային բաներու վրա որբեսի կարենանք մենք հաղթել աշխարհի օգնե մեզի որբեսի հաղթական լանք որտեղ առանց քեզի մենք ոչ մեկ բան կրնանք գնել քո օգնությունով որ մեզի հաղթություն բի դա կխնդրենք ով դեր որ մեր աչքերը միշտ քեզի դարձնենք քեզի վստահելով խոստումները վստահելով անոր արդյունքները մեր կյանքերում մեջ վստահ եւ գիտեմ որ որքան տեսնենք կուզորություն մեր կյանքերում մեջ որ գործե աշխարհին թեմ ալ ավելի մեր վստահությունը կուրատի շատնա օգնե որով դեր միան քեզի նայենք քեզի թիմենք ամեն բանի մեջ որովհետև քեզ որ մեր օգնությունը բիդիկա կխնդրենք այս բոլորը Հիսուսի անունով ամեն Amen. Amen.